այս տարի կորսված տարի էր, որովհետև մենք ևս մեկ տարի հետաձգեցինք մեր խնդիրների ծայրահեղ անհրաժեշտ լուծումը և այդ լուծումները նորից հետաձգվեցին գալիք տարիների Նախ առաջերտին ուզում նշեմ այս տարի ընդունված ընտրական դիրքը, որը ցավոք սրտի չհամապատասխանեց այն ցանկություններին, որը որ հասարակությունը չփորձեց ձեռքբազատվել այն սովանցներից, որը հնարավորություն է տալիս երթիկների և արդյունքում ինքը, եթե այսպես կով կյանքի կոչվի, միանշանակ չի կարողանալու ապահովել քաղաքական ուժերի ճիշտ ներկայացվածությունը խորհրդարանում։ Սա կարևորագույն օրենսդիր չէ ընտրությունների կազմակերպման համար և որքան էլ չնվազեցնելով քաղաքական կարգի գործոնը, այնուամենայնիվ ընտրական օրենսդիր չէ, որ պետք է լծակներ գործիքներ ընձեռի այն քաղաքացիների քաղաքական ուժերին, դեպքերին հստավված անձանց, որոնք ուզում են իսկապես ազատ արդար ենթակացի դեպքություններ անցկացնել, իրենց օժտյանքիսի գործիքներով, որը հնարավորություն կտա այն Երկրորդ խնդիրը, որ ըստ էության արդեն երկարատև շարունակություն ունի, դա տնտեսության մեջ մեր իրավիճակը։ Ցավոք սրտի այստեղ ևս ուրախանալու կարծում ոչինչ չունենք, որովհետև որքան էլ գեղեցիկ ցուցանիշներ ունեն երբեմն և ուներ, որ նույնս բարձր ու ցանկացած դեպքում անհատ քաղաքացու, յուրաքանչյուր քաղաքացու վրա իր թողած ազդեցությամբ է, որ մենք կարող ենք խոսել արդյունավետ տնտեսական քաղաքականության մասին։ Ցավոք սրտի այն ցուցանիշները, որոնք այսօր կան, մեզ լավատեսության հիմք չեն տալիս և տարիներ շարունակվող գնաճի պայմաններում և առաջի անհրաժեշտության ապրանքները յուրաքանչյուր քաղաքացու գրեթե բյուջեի 80%-ն է կազմում, այդ ապրանքները գրեթե կրկնակի ավելացել են այս երկու տարվա ընթացքում, ապրանքներ կան, որ երկու անգամ ավելացել են, և չբարձրացնելով աշխատավարձերը մենք իհարկե խիստ աննպաստ սոցիալական վիճակում ենք թողնում քաղաքացիներին։ Եվ դրա արդյունքում է, որ աղքատությունը պաշտոնապես արդեն հասնում է 35%, իսկ փորձագիտական տվյալներով մոտ 60%։ Եվ սա կարծում եմ դեռևս կարող ենք մեծացնել, եթե մենք նայում ենք, թե որքան է միջին աշխատավարձը, որքան է նվազագույն աշխատավարձը, որքան է մեղրվածությունը, ջրի գործարկությունը և որքան է կենսապահովման նվազագույն զանգերը։ Եվ աղքատության ինչպիսի ցուցանիշ է տրված այսօր։ Այսինքն իրականության մեջ այդ թիվը իսկապես փորձագիտականից է նույնիսկ կարող է բացել։ Սա կարծում եմ իր բացասական ազդեցությունը թողնում է և հենց այնպես չէ, որ մեր մոտ արդեն այնպիսի գործընթացներ են սկսվում, որի ժամանակ նույնիսկ գործարար շրջանակները փորձում են իրենց կապիտալը երկրից դուրս տանել։ Քաղաքական առումով ևս չեմ կարողացել, որ տարին բարեհաջող է, որովհետև
Նախ դեր ունեցան քաղաքական որոշ գործընթացներ, որոնք ընդհանրապես կապ չունեն հասարակության հետ, նկատի ունեն երկխոսությունը, որը հասարակությունից հեռու հասարակության կողմից չկարողացած process-եր եւ այդ երկխոսության արդյունքում մենք ունեցանք իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքացին առավել հիասթափեց քաղաքական դաշտից, ունեցանք իրավիճակ, երբ Եվրոխորհուրդը մարտի 1-ը որպես քաղաքական էջ, որպես քաղաքական գործոն դուրս հանեց իր օրակարգից, իր վերջին plանացելով, ընդհանրել մի փոքր, այսպես ասեմ, որակարգն պայել հավանանով, որ այս տարի պետք է զեկույց լծվեր, բայց կարծեք պետք չի չլսեցի,